Բարև ձեզ։ Տեսեք, Նիկոլի կանալիզացիոն խողովակները այն, որ մեկ-մեկ նյութերը ուզում ես բացես կարդաս, գոզահոտը խփում է քթիդ, այդ խողովակները, որից մեկը, որ ես ոնց են ասում, չիշիկ կետեյեմը, չիշիկ։ Տեսեք ինչ են գրում, տեսեք ինչ է գրում չիշիկ կետեյեմը։ Մայրաթորի դիմաց Կտրիչ Ներսիսյանին 10 եպիսկոպոսները, արդեն ստեից սկսում ենք, էլի ոնց որ ես Փաշազադեի 10 ովշիկներին, որ արդեն բանը եպիսկոպոս են հլա ասում, արդեն օրինակ արդեն անլուրջ կարելի է վերաբերվել, իմացեք դա հանգստի կոչ եղեցին, բազմահազար քաղաքացիներ վանկարկում էին կտրիչ հեռացիր։ Հիմա տեսեք, իրական պատկերը մենք հեսա կդիտենք մի հատ տեսահոլովակ, թե ովքեր էին իրանց ասած բազմահազար քաղաքացիները, բայց մի բան ասեմ, իրանք խոսում են ձեր անունից, ուրեմն հայերը, որ գնացել էին վեհափառ հայրապետի կողքին կանգնեին ու վեհափառի անունն էին վանկարկում և իրենց աջակցությունն էին հայտնում, սրանք այդ բազմահազար քաղաքացիներին այդ իրադարձությունները հարմարեցրել են իրենց ստոր նարատիվին, հա? Եվ ինձ թվում է սրանց գրառումից արդեն մարդ կարելի է, իհարկե սրանք Նիկոլի աշակերտներն են և մարդ կարելի է եզրակացնել, թե Նիկոլը ով է եղել իր լրագրող տարիների վաղտ, որովհետև մենք շատ լավ գիտենք Նիկոլի կենսագրությունը, ինքը եղել է փողով fake news կարելի ասել, հա, Թրամփի ասած fake news լրագրող, որը որ ոնց որ 2 կոպեկ հացի փող էր շպրտում դեմը, սուտ հոդվածներ էր գրում աջ ու ձախ։ Եվ հիմա մենք կդիտենք այդ բազմահազար քաղաքացիներին և հետո արդեն կմեկնաբանենք և քննարկենք ինչի մասին է խոսքը։ Այս այդ բազմահազարներից մեկն է, էլի, էսի, այս մեկը այդ բազմահազարներից մեկն է։ Դու չնկարի, նկարում ես սիցին։ Հիմա մենք շատ լավ տեսանք իրենց բազմահազար զանգվածը, հա, այդ բազմահազար քաղաքացիներին և խնդրեմ, սա է, էսա Նիկոլի ընտրազանգվածը, ՔՊ-ի ընտրազանգվածը, խուժաններով եկել են ուզում են եկեղեցում բան փոխեն,